Պարոն Սարգսյան, շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հարցազրույցին մասնակցելու հրավերը։ Կխնդրեի ձեզ ընդհանուր ամփոփեինք Սասնա ծռերի հետ ռազմական ակցիան, ինչպես դուք անվանում եք այն, եւ որքանով է այն շահկապված ապրիլյան պատերազմի հետ, եթե ձեր կարծիքով այն առնչություն ունեցել է պատերազմի հետ։ Ես կարծում եմ ամենջական առնչություն է ունեցել, որովհետև Ժերայ Սեֆելյանը ձերբակալվել է եւ բոլորը գիտեն իրականում ինչի համար։ Նա մեղադրեց Սերժ Սարգսյանին, որ ինչ-ինչ պայմանավորված պատերազմների, թե չգիտեմ գումարների դիմաց վաճառում է մեր հայրենիքը։ Դա մահացու մեղք է իհարկե, սպասելի էր, որ նա կձերբակալվի։ Եվ իհարկե ավելի ընդհանուր են դրել խնդիրը իր կողմնակիցները, երբ որ հայտարարել են, որ գնում են զինված ապստամբության, սկապը իհարկե անմիջական է եւ հիմա շատ է խոսում ընդհանրապես ոնց դա ստացվեց, ինչու տարբեր տեսակետներ կան, եթե վերցնենք իշխանությունների կողմից գնահատականները, ի վերջո ստացվում է, որ բոլոր կողմերն էլ հասկանում են, որ սա ստեղծվեց այն վիճակում, որը հետևանք է ապրիլյան պատերազմի։ Հիմա թե ոնց կարելի է բնութագրել, ոնց կարող է դա ազդել, այդ իհարկե տարբեր տեսակետներ կարող են լինել, բայց փաստը այն է, որ շահկապված մի բան է, եւ հետաքրքիր է, որ համաշխարհային մամուլը, տարբեր կենտրոններ անմիջապես դա կապում էին Ղարաբաղյան խնդրի հետ, միանշանակ եւ առաջին հերթին բացատրում էին դա հենց կապված Ղարաբաղյան խնդրի հետ, շատ ավելին, քան ասենք Հայաստանի ներսում։ Մենք տեսանք, որ սկզբում կարծես հանրությունը առաջի 2 օրը քիչ լուռ էր, այնուհետև սկսվեցին ակցիաները ի պաշտպանություն Սասնա ծռերի։ Ձեր կարծիքով Սերժ Սարգսյանը որքանով կխուսափի որևէ զիջումներից Ղարաբաղի հարցում, արդյոք դա իրեն կզսպի որևէ քայլեր ձեռնարկել զիջումների առումով Ղարաբաղ Արցախում։ Իսկ ոչ ոք չի կարող ոչ մի զիջումներ անել։ Խնդիրը այն է, այս ապրիլյան պատերազմը ինչու է այսպես շոկային ձևով ընդունվել, որովհետև մարդիկ սկսել են հասկանալ, որ զիջումները այս նման ձևով կարող են անել։ Ամենայլանդակ ձևերով, երբ որ իսկապես կար բոլորի մոտ տպավորություն կա, որ պայմանավորված պատերազմներ են զոհերով, եւ մարդիկ ավելի դրանից են վախենում, քաղաքական որոշումների արդյունքով ոչ թե ստորագրած փաստաթղթերի դիվանագիտական process-ներում, այլ նման երևույթների, որը կարելի է կոչվել իհարկե ավանտյուրաների միջոցով։ Մասնագետները հիմա դա է հնարավոր է Սերժ Սարգսյանը եւս մի անգամ թույլ տա իրեն ավանտյուրա, թե ոչ։ Այս իհարկե ավելի բարդ է։ Չգիտեմ, նա սպասել է ապրիլյան պատերազմից հետո նման մոտեցում արձագանք հանրության դժվար թե սպասել է։ Ապրիլյան պատերազմը եւ ավանտյուրն, տենց ասենք, դա լրջագույն սխալ էր, էլի։ Որևէ կերպ պիտի նման քայլերի անհասկանալի ժողովրդի եւ բանակի համար այս իշխանությունները չգնային։ Ինչ ասեք ժողովուրդը կարող է ներել, բայց ինչ որ խաղեր խաղար բանակի հետ եւ տալ այդքան զոհեր եւ կորուստներ տարածքային, դա երբեք ոչ մի ժողովուրդ չի ների։ Դրա համար ռեպրեսիայի վրա է, հիմա լրիվ ռեպրեսիայի վրա է, ուրիշ ձև չկա։ Նկատել եք, չէ՞, այդ հարուստները այսօր ինչ էին անում, բոլորը անհայտացել են եւ բոլորին գտնում էին միայն իրենց տներում, ինչ որ իրենց այդ բանդաները, թե զինյալների միջոցով շրջապատված, մարդիկ ներքո զգում են։ Այս ամեն ինչ իրանց դեմ է, որ իրանք են պատճառը դա։ Հա, այսօր չի եղել, այդ տները մտնելու են, չէ՞, սա վառ են։ Նա Ադրբեջանում ամեն ամիս մենք տեսնում ենք դա կամ Ղրղստանում 2011-ը, երբ որ պահ է գալիս անզորությունից, արդեն սկսվում են նման բաներ։ Այդ մարդիկ ներքո զգում են, բայց ինչ որ քայլեր անում են, որ չգա դրան փոխել, հույսը դրել են ռեպրեսիայի վրա։ Բայց ոնց կարելի է ռեպրեսիայի ենթարկել, չգիտեմ, ասեք զիլյաններին ֆորմալ բան ունես, պատճառ ունես, հա,
բայց քաղաքական գործիչներին, հանրային գործիչներին ոնց կարելի է քրեական գործով տանել, նստացնել, ռումբ է, չէ՞ դա, կատակ չի, բայց այդ մարդիկ դեռ գնում են դրան, էլի հույսով, որ դա էլ իրեն կարող ինչ-որ ձևով կարդարացնի։ Դե բոլոր սխալները, որ անում են բոլոր օլիգարխիաները, բոլոր դիկտատորները, ավտորիտար, նույն սխալներն են, դրա համար մեծ մասը ուղղակի վատ վերջանում շատ վատ էլի բոլորի համար, որ դա անդադ հույսը դնում են, էլի կլինի, ինչի չի պայթում։ Ուրիշների վրա են հույս դնում, ուրիշ պետությունների վրա, հովանավորների վրա, ոչ մի հովանավոր երբեք չի պահի ճգնաժամային վիճակում ընկած որևէ կառավարություն, ինչ-որ պահից հետո ձեռ են քաշում, ու մի անգամից պայթում է։ Դա օրենք է։ Գիտեք, Պարոն Հարիկյանը ճիշտ է ասել, էլի մի նոր բան է հայտ եկել Հայաստանի քաղաքականության մեջ։ Դուրս են եկել մարդիկ, որոնք որ ինքնազոհության են։ Չի եղել տենց բան։ Երբևէ Հայաստանում քաղաքական դաշտում նման բան չի եղել։ Եղել են հասարակական շարժումներ, եղել է կուսակցական ինչ-որ քաղաքականություն, որտեղ այս էլեմենտը բացակայում էր, գոյություն չուներ, բայց աշխարհի փորձն էլ է ցույց տալիս, երբ քաղաքականություն են մտնում մարդիկ, որոնք իրենց կյանքը մի կողմ են դնում, սա արդեն լրիվ ուրիշ վիճակ է։ Այստեղ արդեն մարդիկ կարող են շատ լուրջ մեխանիզմներ մշակեն, որ փոփոխություններ մտցնեն։ Բազմաթիվ երկրներում Եվրոպայի, Ամերիկայի եղել են նման բաներ։ Եվ խնդիրը զինված պայքարների մասին չէ։ Խնդիրը այն է, որ նման մարդկանց այդ գալը թույլ է տալիս արդեն բավականին խաղաղ միջոցներով տապալել շատ դաժան ռեժիմներ եւ չգիտեմ Հայաստանին երևի չի։ Սա է նորությունը, որը դեռ չի գիտակցվել մինչև վերջ, բայց ես կարծում եմ մոտակա ժամանակներս մենք կտեսնենք արդեն, որ արդեն դատարկախոսությունը, բանը, չգիտեմ, այդ հասարակ էլի պոպուլիզմը, բանը իրենք իհարկե կյանքից դուրս կգան։ Արդեն տեղ չկա այստեղ, եթե ասենք հիմա բանտերում, հիվանդանոցներում բալկած են տղաներ, որոնք որ իրենք կյանքը պատրաստ են տալ, հիմա կարող է մարդ լինի Աստված չտամ զոհվի, ծանր վիրավորներ կան, այդ բանի վրա դատարկախոսությունը չի ընկալվում եւ չի ընկալվի երբեք։ Դա լրջություն մտցնեց, այս 25 տարվա դատարկ քաղաքականության մեջ լրջություն մտավ։ Երբ որ արդեն գիտեք, եթե մի բան ասում եք, պիտի անեք։ Դուրս են եկել մարդիկ, որոնք ասել են, ու արել են։ Կարող են ավելին անեն քիչ անի, կարող ընդհանրապես զոհվեին։ Իրենց համար երկրորդական էր, չէ՞։ Իրենք իրենց կյանքը փրկելու համար չեն կրակել։ Սա շատ կարևոր բան է։ Կարող են կրակեին, չէ՞, բայց չեն կրակել։ Այսինքն երկրորդական բաներով չեն զբաղվել։ Ցույց են տվել լրջություն, որը արդեն բնական է, այդ լրջությունը տեղափոխում է ամբողջ հանրության մեջ։ Եթե մի բան ասել ես, պիտի անես։ Ով պատասխան տվել 25 տարվա մեջ այդ հազարով դատարկողության կուսակցական։ Ով ինչ ուզում ասում է, ինչ ուզում անում է։ Եվ բացարձակապես որևէ պատասխանատվության էլեմենտ գոյություն չի ունեցել այս քաղաքականության մեջ։ Եվ ոչ ոք էլ չէր պահանջում, հետաքրքիր դա է, կարծես թե դա նորմալ բան է։ Այսօր խափեմ, խնդիրս լուծեմ, այս անեմ, այն անեմ, չէ՞։ Ո՞վ է պատասխան տվել։ Ոչ ոք։ Մանավանդ ասեք ընդդիմադիրների, չէ՞, որ ցանկացած խոստում տալիս են, վաղը նայում ես այն նստած պաշտոնի։ Շատ հանգիստ էլ արևտրի այդ բանը, ինքը երբեք չէր վերում դրան, որ պահանջներ ներկայացնեն, որ պատասխանատվության ենթարկվի, բայց հիմա բնական ձևով դա եղավ։ Ու իզուր չի, որ բավականին շատ քաղաքական ուժեր, գործիչներ, ուղղակի իրենք հետ քաշվեցին։ Չեն երևում process-ի մեջ։ Ինչու՞։ Որովհետև այդ լրջությունը չունեն, զգացել են դա, բայց իրենք չունեն, որ հետո եթե մտնեն, պատասխան տան իրենց ասացի համար։ Սա արդեն այն նորությունն է, որը մենք արդեն տեսնում ենք այսօր։ Դեռ մինչև վերջ չենք գիտակցում։ Հիմա իմաստավորման ժամանակաշրջան է, իհարկե։ Շատ բարդ, որտեղ ամբողջ հին առասպելաբանությունը քաղաքական ոչնչացվել է, սպառվել է, վերացել է։ Այո, նոր օրինակներ են ցույց տվել, նոր քաղաքացիներ։ Հա, բայց ինչ դատարկ է մնացել, գաղափարական դատարկ, տարածք եւ որևէ քաղաքական մտքի բացակայություն, բնական է արդեն կոնկրետ գործունեության կազմակերպված բացակայություն։
Եվ դա այդպես էլ պիտի լինի, այսինքն շոկային ինչ-որ մի Հայաստան վերջացել է, մենք անցել ենք արդեն թվում է թե Հայաստանի, որը արդեն լուրջ դրել է պետականության խնդիրը, էլի դեռ դրվել է ընդամենը, որ պիտի ունենանք պետություն, սա պետություն չի, բայց դա ո՞նց պիտի ունենանք, դա ոչ ոք չգիտի, խաղաղ ձևերը պայքարի որևէ բանի չեն բերել, զինվածը, որի մասին մարդիկ տարիներ մտածում էին, որ միայն զենքով կա բրկություն, միայն զենքով սրանց հետ խոսել չի, անընդհատ այդ խոսակցությունները կան, բայց հետո տեսեք զենքն էլի հայտ եղավ, երբ պարզվեց, որ զենքով էլ չի, հետո ինչ զենքը դուրս եկավ, եթե զենքը հայտ եկավ, դա նշանակում է, որ դուք կարող եք ձեր ծրագիրը իրականացնել, ոչ, դա նույնպես միամտություն է, ասենք խնդիրը երրորդ տեղն է, դուք վիճակի եք դնել խնդիր, կազմակերպել ու լուծել, ոնց որ բազմաթիվ ազգեր դա արել են, թե ոչ, թե զինված, թե առանց դա արդեն երկրորդական է, զինված էլ դուք կարող եք ոչ մի բանի չհասնել, անզեն էլ կարող եք ոչ մի բանի չհասնել, հիմա եկել է ժամանակը արդեն լուրջ խոսել, մենք բազմաթիվ ուսումնասիրություններ արել ենք մեր հիմնարկում, բազմաթիվ երկրների փոփոխությունների, ոնց են բռնապետներ տապալել, ոնց են իրավական կարգեր ստեղծել, զինված թե առանձենք, եւ բոլոր տեղերում եկել եք մի մտքի, եթե մարդիկ հասկացել են, ինչ է նշանակում ուժ, եւ ոնց կարող ես թելադրել եւ ստիպել անօրինական ռեժիմների հեռանան, հիմնականում խաղաղ ճանապարհով, հիմնականում, այնտեղ այդ փոփոխությունները եղել են. Զինված ճանապարհով չեն եղել, այն որ պետությունները քանդում են հիմա արաբական աշխարհում, դա նույն ապացույցն է, որ այդ ժողովուրդները զենքով էլի վիճակի չեն բան փոխեն, ուղղակի պետությունը քանդում են, զենք ընկել է ձեռքների, իրենք քանդել են ամբողջ պետությունը, ոչ մի բան չի ստացվում, ասում եք ո՞նց է, ասենքն ամեն ինչ իր տեղը ունի, ժողովուրդը իրավունք ունի թե զենքով, թե առանց զենքի իր հարցերը լուծի, այդ իրավունքը ոչ ոք չի ժխտում, ոչ ոք չի կարող, դա տրված է եւ ընդունված է միջազգային հանրության կողմից, բայց դա չի նշանակում, որ դուք դա կարող եք անել։ Այդ հասունության խնդիրը դա է։ Հիմա արդեն միայն դա է արժեքավոր դիսկուսիա, դիսկուրս։ Դրա մասին կարող է խոսել, ով ինչի առաջարկում եւ ոնց է դա անում։ Եղել են դեպքեր, ես օրինակ ուսումնասիրել եմ բուն Իռլանդիային, ոչ Հյուսիսային։ Նենց մի ձևով են մարդիկ խաղաղ ճանապարհով լուծել զենքի օգնությամբ։ Զենքը օգտագործել են որպես խաղաղ պրոցեսի գարանտիա։ Ֆանտաստիկ մի բան է, մարդ չի ուզում հավատալ։ Ոնց են կարողացել անել, որ որևէ մեկը չի կարողացել զենք օգտագործի։ Օլիգարխիկ, մեռած հասարակություն, Հայաստանից ավելի ահավոր վիճակում, բայց մարդիկ տեսեք ոնց են գտել, հասկացել են զենքի գործառույթը, որ զենքը պիտի աշխատի, որ որևէ մեկը որոշում չընդունի զենք օգտագործելու, ստեղծել են ու փոփոխություն են արել, տեսեք ինչ զարգացած երկիր է 70-ական թվականների։ Ես դրա մասին եմ ասում, ասինքն եթե կան լուրջ գործիչներ, նրանք պիտի մտածեն, կիրառեն այս տեխնոլոգիաները, գտնեն եւ ցանկացած իսկապես փոփոխություն ինքը էությամբ խաղաղ է։ Անկամ եթե ռեժիմը սխալվի, կրակի։ Դա իր վերջի կրակոցներն են իր դեմ։ Դա պետք է ստեղծել։ Դրա համար էլ ասում են խաղաղ անհնազանդությունը հզոր բան է, որովհետև խաղաղ միջոցով հաճախ ստիպում էին ռեժիմները կրակել, եւ այդ կրակոցները եղել են իրենց վերջի կրակոցները։ Շուռն եկել իրենց դեմ։ Հետ պետք չէր ոչ մի զենք ունենալ։ Փաստորեն այդ ուժի կիրառումը ցուցարարների նկատմամբ եւ Սասնա ծռերի անդամների նկատմամբ իրենց վիրավորելը ըստ ձեզ դուրս է եկել հենց ռեժիմի դեմ։ Ինչ որտեղ, տեսեք ռեժիմը չկարողացավ գրոհի գնալ, փորձեց ինչ որ ձևեր գտնել, որսում էր, արդեն վտանգ էր, արդեն շատ մեծ վտանգ էր զգում կրակելու, արդեն չգիտեր ինչով կվերջանա։ Դες կիսով չափ աշխատեց, բայց դա կիսով չափ է, պետք է լրիվ աշխատել, որ որևէ մեկի հրամայաներ ոչ ոք չի կրակելու։ Ուժային կառույցները անցնում են ժողովրդի կողմը։ Կամ եթե մի անգամ կրակում են դա լինում է բազմաթիվ երկրների գրագետ, հստակ քաղաքական ծրագրով, երբ որ դուրս է գալիս ինչ որ մի ավանգարդ, ժողովրդին կազմակերպում, հնարավոր բան չի, ինքը դա ոչ մի բան է։ Ռեժիմ փրկելու։ Փաստորեն ըստ Սասնա ծռերի նպատակը
ՊՊՑ գունդը գրավելուց հենց նման Գուցե երևում էր, որովհետև իրենց մոտ մի սկզբում կան։ Նրանք իրենց կյանքը պաշտպանելու համար հրաման կատարողներին չեն կրակել։ Սա արդեն քաղաքական սկզբունք է, ասում սկզբունք է։ Կարող է իրենք մնացած չէին հասկանում, չգիտեին էլ, բայց այս մեկը ցույց է տալիս, որ սա արդեն քաղաքական process է, քաղաքական պայքար է։ Եվ իզուր չի, որ եթե հետևել եք շատ հետաքրքիր ռեակցիաներ կային։ Միացյալ Նահանգները, Միացյալ Եվրոպան ճանաչել են սա որպես փոփոխությունների միտված քաղաքական process։ Նրանք չեն ասել սա ահաբեկչություն է։ Միայն Հայաստանի իշխանություններն են դա ասում արդարացնելու իրենց գործունեությունը։ Բայց քաղաքակիրթ աշխարհը չի ասել սա ահաբեկություն։ Ինչու՞, որովհետև տեսել են քաղաքական սկզբունքները։ Դա շատ էական հանգամանք է, որը արդեն պետք է իմաստավորել, հասկանալ եւ իհարկե շատ ավելի ճիշտ աշխատել ու հասնել նպատակին, որովհետեւ իսկապես բոլորը գտնում են, որ Հայաստանի այսօրվա վիճակը անընդունելի է ժողովրդի պետության համար։ Իսկ Սասնա ծռերի դեպքում, որ լավագույն սցենարով ըստ իրենք կկարողանային պարտադրել իրենց պահանջներից որևէ մեկի Չէ, ես կարծում եմ իրենք հենց ի սկզբանե շատ լուրջ սխալներ են արել, որովհետև զենքով դուրս գալ միակ ինստիտուտի դեմ ոստիկանության, որը իրավունք ունի օրինական զենք կիրառի, դա լրջագույն սխալ էր։ Հենց դա չի կարելի անել։ Դուք անմիջապես ձեզ դնում եք օրենքից դուրս, անմիջապես։ Ընդամենը ժողովրդի ալիքը, որ բարձրացավ, արդեն ստիպեց իշխանություններին, արդեն մի քիչ իրենց ձևով։ Բայց դա չլներ, ինչ ուզում ես կարող ես անես, ով իրավունք ունի, ոչ ոք։ Հակառակը դուրս գալով ոստիկանության դեմ հետո, որը բնական ձևով բերում է ժողովրդի եւ ոստիկանության բանին բախմանը, դա հենց այն սխալ ճանապարհն է։ Գործը պիտի այնպես կազմակերպեր, որ ոստիկանությունը ինչ-որ պահի արդեն մտածեր, ում պաշտպաներ։ Եվ բնական է պաշտպանելու ժողովրդին, եթե ճիշտ հասկանես, բայց որ դու թշնամի ես իրեն սարքում, ռեժիմը հզորանում է, չէ՞։ Այս դրա մասին է պետք մտածել։